Քրեական գործի հարուցումից մոտ 1.5 ամիս անց ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության գործով մեղադրյալներ չկան։ Ազատությանը փոխանցեցին հատուկ քննչական ծառայությունից հավելելով, որ հարուցված քրեական գործով հարցաքննություններ են կատարվում։ Նախաքննության մասին այլ տեղեկություններ ՀՔԾ-ն չի տրամադրում, նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով։ Հայաստան 24 կայքում հրապարակված ձայնագրության մեջ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի համար եւ սպառնում, ով ձայն չբերի կկորցնի աշխատանքը։ Հետքի տեղեկություններով այդ ժողովը վարել է Արտակ Սարգսյանի մեծ եղբայրը Արամ Սարգսյանը, ով եղբոր վրաստանյան 3 ընկերությունների 100% բաժնետերն է։ Ամիս ու կեսը բավարար ժամանակ էր գործում մեղադրյալներ ներգրավելու համար, կարծում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիկ Նաստիգրանյանը։ Ես չէ որ պիտի հուշեմ իրավապահ մարմիններին, թե ինչ գործողություններ պիտի անեն, մանավանդ դա իրենց ամենօրյա գործունեություն է, գիտեն ինչպես կարելի է փորձաքննություն նշանակել ձայնը նույնականացնելու համար, կարող են անվանական վերցնել անձանց անունները, մոտ ասենք կազմակերպությունում 200 աշխատող կա, կոնկրետ նշել այս անունները ովքեր են, մասնակցել են ժողովին, ով էր վարում ժողովը, շատ պարզունակ են անգամ այն քայլերը, որոնցով կարելի էր հասնել հաջողության։ Գործը հարուցված է քրեական օրենսգրքի միայն 154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասով։ Տեխնացուներից մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Իրավապաշտպանների կարծիքով, սակայն, քրեական գործ պետք է հարուցվեր նաև քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու փաստով։ Հերիկ Նաստիգրանյանը կասկածներ ունի, որ գործը արհեստականորեն ձգձգվում է, որպեսզի հարմար պահի կարճվի բավարար ապացույցների բացակայության հիմքով։ Գործի կարճումը կարող է նաև խոսել հակառակի մասին, կամ այդ մարմինը կասկածի տակ է դնում հանրության առաջ, աչքի առաջ իր մասնագիտական հմտությունները, այսինքն ստացվում է, որ դիլետանտիզմ կա այդ մարմնում, մյուս կողմից էլ կնշանակի բավարար հնարավորություն կամ թույլտվություն չունեցավ գործը առաջ տանելու։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, գործ ունենք քաղաքական կոռուպցիայի հետ։ Եթե իշխանությունը քաղաքական կամք ունենա նման զանգվածային եւ կազմակերպված հանցագործությունը բացահայտելու, ապա ինքնին ՍԱՍ-ի արտակը տեխնացու էլ չէր առաջադրվի, այլ անմիջապես նրանք կհեռացնեին ազգային ժողովի պատգամավորի տեխնացուի կարգավիճակից։ Իսկ քանի որ հանդուրժել են, իսկ ով է հատուկ քննչական ծառայությունը, որ Սերժ Սարգսյանի այդ քաղաքական որոշմանը դեմ գնա։ Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հանրապետականի համար ապահովել է մոտ 12,000 ձայն։ Չնայած օրենսդիր աշխատանքը Սարգսյանին մեղմ ասած չէր գրավում, անցած խորհրդարանում նա ելույթներ չի ունեցել, զեկուցողներին հարցեր չի տվել, բայց հանրապետականը նրան ցանկացավ տեսնել նաև նոր ազգային ժողովում։ Իսկ աղմկահարույց ձայնագրության մասին լրագրողների բազմաթիվ հարցերին ի պատասխան Արտակ Սարգսյանն այս ընթացքում միմիայն լռել է ու ժպտացել։ Ամբողջ հանրությունը խոսում է, որ դուք ստորացնում եք ձեր աշխատակիցներին, ասելիք չունեք։ Հնարավոր է ձեզ կալանավորեն, ձերբակալվեք։ Ինչու եք ծիծաղում, դուք այսինքն պատասխանատվությունից բանից վեր եք, հա։ Մի վարքյան, մի րոպե ճանապարհ տվեք։